Դե ինչ դիտեցինք առաջին ալիքի նոր գարնանային եթերաշրջանի մասին պատմող տեսանյութը, տեսնում ես ինչքան եւ որքան տարբեր նախագծեր ու մարդիկ կային մի եթերում եւ մի վայրում հավաքված։ Եվ այսօր մենք առիթ ունենք նրանցից շատերի հետ հենց մեր տաղավարում հանդիպելու, զրուցելու եւ պետք է սկսենք մի զվարճալի նոր նախագծի մասին պատմելով մեր հեռուստադիտողին, մեր հյուրերի հետ։ Խոսքը այլ կերպ նախագծի մասին է եւ մեր տաղավարում են նախագծի պրոդյուսեր Դինարա Մխոյանը, ողջույն։ Եվ նախագծի հաղորդավար Տարոն Իսպիրյանը, մեր շատ սիրելի Պոնչը, ողջույն։ Ողջույն։ Բարով եք եկել Առավոտ լուսո weekend, շատ ուրախ ենք, որ Առավոտ լուսոյի weekend-ի հենց առաջին թողարկումն էլ սկսում ենք ձեզ հետ միասին եւ իհարկե չենք կարող չխոսել այս նախագծի մասին, կարծում եմ բոլորը շատ լավ իհարկե գիտեն այլ կերպ սեղանի խաղի մասին, վստահ եմ շատերս խաղում ենք ընկերների հետ, երբ ազատ ժամանակ ունենք, բայց խնդրում եմ պատմեք, թե ինչպես առաջացավ առհասարակ գաղափարը, որպեսզի այս նախագիծը իրականություն դառնա հենց հանրայինի եթերում։ Այլ կերպը իրականում շատերը հենց ասոցացնում են խաղի հետ եւ սխալված չլինի, որովհետեւ դա ժամանցային սեղանի խաղի համանուն հեռուստատեսային արդեն հաղորդումն է։ Գաղափարը իհարկե ուզում եմ շեշտել, որ հենց Ծերունյան Դավիթին է, այսինքն ես միացել եմ ավելի ուշ, որովհետեւ նախագիծը ձևավորվում էր եւ ես լսում էի իհարկե կողքից եւ երբեք մտքովս չի անցել, որ ինչ-որ ընթացքից կմիանամ թիմին, այսինքն ավելի ուշ ստեղծագործական եւ արտադրական process-ից արդեն ես հանդիսանում եմ որպես պրոդյուսեր։ Այստեղ շատ կարեւոր եւ հետաքրքիր նախագիծ է սպասվում, որովհետեւ բոլորիս կողմից իհարկե այլ կերպ ճանաչված, սիրված խաղ է որպես սեղանի խաղ, բայց այս դեպքում արդեն հայտնի հյուրերը խաղում են եւ իրենց ձևավորած թիմի հետ, ինչը արդեն իսկ շատ ավելի հետաքրքիր է եւ դա մենք արդեն նկարահանման process-ի ընթացքում հասկացել ենք, որովհետեւ հետաքրքիր մատուցմամբ հաղորդավարի միջամտություն, այստեղ շատ կարևոր է նաև հաղորդավարի ներկայությունը, այս խաղին։ Ես կարծում եմ, որ հեռուստադիտողը շատ ավելի իր ժամանցը նաև մեր հեռուստատեսության միջոցով կապահովի։ Մենք անդադար նշում ենք, որ այլ կերպը շատ սիրված է բոլորի կողմից, որպես ընկերական հավաքույթների անբաժան մի մաս, սեղանի խաղ, բայց որքանով էր բարդ այդ արդեն հայտնի ձևաչափ ունեցող սեղանի խաղը դարձնել հեռուստատեսային նախագծի հիմք, այդ փոփոխությունը, այդ ճանապարհը ինչպես անցեք։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է, քանի որ այլ կերպի հեղինակները նույնպես միացել են մեր ստեղծագործական թիմին, ինչը շատ հեշտացնում է process-ը, որովհետև մեկ այլ բան է ստեղծել հեռուստատեսային կոնտենտ եւ այս դեպքում շատ հաճելի համագործակցություն է, երբ որ հեղինակները անմիջապես մասնակցություն ունեն եւ իրենց ներկայությունը նպաստում է, որովհետեւ որքան էլ մենք խաղի կանոններին տիրապետում ենք, լինում է անհրաժեշտություն, որ շատ արագ արձագանքեն, երբեմն նաեւ միջամտում են, որովհետեւ մեր հյուրերն են տարբեր, մեր հյուրերի այսպես հոգեբանական վիճակներն են տարբեր եւ հեղինակները այստեղ օգնում են ճիշտ խաղ ընտրել եւ ճիշտ ներկայացնել, որպեսզի հյուրն էլ կարողանա խաղա եւ ինքը process-ից հաճույք ստանա։ Այո, իսկապես, ինչպես Դինարան նշեց, շատ կարևոր է նաև շնորհակալություն հայտնել այլ կերպի հեղինակներին, որովհետև նրանք էլ դու էլ կփաստես վստահաբար առաջին հանդիպման ժամանակ շատ ոգևորված էին եւ իսկապես ամբողջ ընթացքում բոլորիս կողքին են եղել եւ ստեղծագործական խմբի նաև կողքին են եղել եւ կարծում եմ, որ այս համատեղ աշխատանքի նաև արդյունքում է, որ նախագիծը հուսով ենք, որ ստացված է, հեռուստադիտողները հնարավորություն կունենան իհարկե տեսնել, ինքնուրույն դատել, բայց չենք կարող չհարցնել ամենակարևոր հարցը Դինարա, որովհետև յուրաքանչյուր հաղորդման մեջ իհարկե հաղորդավարի դերը վստահաբար ամենակարևորն է եւ այլ կերպ նախագիծը եւս չի տարբերվում մյուս հաղորդումներից։ Ինչպես որոշվեց, որ հենց Տարոնը պիտի լինի հաղորդավար։ Տեսեք, շատ երկար process անցանք մինչև հաղորդավարի ընտրությունը, քանի որ ինքը ժամանցային խաղ էր եւ միևնույն ժամանակ ինչու՞ չէ, ինտելեկտուալ։ Այս դեպքում մենք փորձեցինք այդ համատեղել եւ Տարոնը այս իմաստով երբ միացավ թիմին, մենք հասկացանք, որ հենց ճիշտ ընտրություն ենք կատարել, որովհետեւ հումորը, ինտելեկտը, process-ը ղեկավարել է այդ ամեն ինչը Տարոնի մոտ իսկապես շատ լավ է ստացվում, որպեսզի խաղը չվերածվի պարզապես ինչ-որ հաղորդավարական process-ի եւ հաղորդավարը անմիջապես process-ը ղեկավարի նաեւ իր հումորային, իր մոտեցմամբ եւ այլն, այս դեպքում ես կարող եմ ասել, որ մենք ընտրության հարցում
Ինչու՞ չէ հաջողեցինք։ Շնորհակալություն Զինարա։ Տարոն։ Դու ինչ կասես։ Ես կասեմ, որ ինչ ասում է Զինարան շատ ճիշտ է ասում, ես վերջն եմ ժողովուրդ, այնքան լավն եմ ես հումորով, ինտելեկտուալ, բոլորին հարազատ, բարեկամ, սենց խոսում եմ, ասում եմ, գեղեցկացնում եմ հաղորդումը, շատ շնորհակալություն։ Մենք վստահ ենք, բայց նաև գիտենք, որ այս ձևաչափով որպես հաղորդավար դու առաջին անգամ ես ներկայանալու հեռուստադիտողին։ Այո։ Այդ գեղեցիկ մասի հակառակ կողմում բարդություններն են։ Մի քիչ պատմիր այդ բարդ process-ի մասին, ինչպես հաղթահարեցիր։ Հակառակ կողմում մեծ լարվածություն կա, իրականում այս պահին նույնպես կա այդ լարվածություն, քանի որ դեռ նկարանումները նոր ենք սկսել եւ իմ մեջ մի քանի հում բան դեռ մնացել է, բայց ես ամեն ինչ անում եմ, որ շուտ ընդգրկվեմ խաղի կանոնների մեջ, հաղորդավարական կյանքի մեջ, բայց կարծում եմ, որ ընթացքում ավելի լավ կզգամ ինձ ու ավելի թիմը ինձ օգնում է, տեսեք ինչ բարի մարդիկ են, իրենք ինձ անդադ գովում են, գիտեն, որ ես դա սիրում եմ, ու ես ավելի հեշտ ու հանգիստ եմ անցնում այդ դժվարին ճանապարհը։ Այ հետաքրքիր է քեզ համար որպես հաղորդավար ու նաև քեզ համար Զինարա որպես պրոդյուսեր, որն է այս խաղի ամենամեծ թերևս առանձնահատկությունը։ Բարդ հարց է, որովհետև առանձնահատկությունները շատ են, կարծում եմ։ Նախ այնտեղ փուլեր կան, որտեղ կարելի է բացել շաքերտները։ Երևի թե մենք շատ չբացենք ճակերտները, փորձեմ այսպես պատասխանել, քանի որ ինքը ինտելեկտուալ խաղ է իր ձևաչափով, այսպես ասած ճիշտ է, սեղանի ժամանցային խաղ է, բայց միևնույն ժամանակ մեր կողմից շատ սիրված հայտնի մարդկանց այս տեսանկյունից բացահայտելու հնարավորություն այս խաղը թույլ է տալիս եւ տեսնել նրանց շատ ավելի հարմարավետ վիճակայքում, որը ստեղծվում է տվյալ պահին ստեղծագործական անձնակազմի կողմից, ինչու՞ չէ նաեւ հաղորդավարի ընտրությունը այս դեպքում պատահական չէ, որպեսզի մթնոլորտը շատ ավելի լարված չլինի եւ խաղը իսկապես ժամանցի վերածվի։ Այս իմաստով երևի թե ինքը առանձնահատուկ է, որ հյուրերին շատ տարբեր իրավիճակներում ենք տեսնում, հա, մենք հայտնի է դեմքերին, դրանք եւ մշակութային եւ տարբեր քաղաքական գործիչներ ինչու՞ չէ հետագայում կդիտարկենք, այսինքն տվյալ պարագայում այս տեսանկյունից բացահայտել եւ տեսնել թե իրենք մրցակցային իրավիճակում ինչպես են կարողանում կողմնորոշվել, դրսևորել։ Այո, ճիշտ է, թեթևացնում ենք մթնոլորտը, միևնույն ժամանակ նաեւ փորձում ենք իրավիճակ ստեղծել, որտեղ իրենք այլ տեսանկյունից կբացահայտվեն։ Մենք անընդհատ լսում ենք, որ հայտնի մարդիկ են մասնակցելու այս խաղին եւ իրենք ձևավորելու են իրենց թիմերը։ Ինչպես են ընտրվելու մասնակիցները եւ ինչպես են արդեն ընտրվել։ Ուրեմն այսպես խաղի հեղինակների հետ եւս քննարկվում է այս հարցը, շատ կարեւորում ենք, որովհետեւ ելնելով խաղի տրամաբանությունից մենք փորձում ենք հենց ընտրությունը կատարել այնպես, ովքեր կկարողանան այդ խաղը խաղալ եւ իրենց համար նույնպես կոմֆորտ իրավիճակ կստեղծվի, այսինքն չգան եւ լարված նստեն եւ որոշեն, որ իրենք ամեն դեպքում չեն կարող այդ խաղը խաղալ։ Այսինքն համագործակցային հեղինակների հետ, ստեղծագործական անձնակազմի հետ, ինչու՞ չէ նաեւ հեռուստադիտողի այսպես ասած արձագանքները դեռ չկան իհարկե, բայց մենք արդեն գիտենք թե ինչ ֆավորիտներ ունեն եւ գոնե սկզբում ընտրել ենք եւ առաջնորդվել ենք այդ սկզբունքով, որ իրենք տեսնեն իրենց կողմից սիրված դեմքերին, ովքեր իրենք են ձևավորում իրենց թիմը, այսինքն մենք պատահական թիմ չենք ձևավորում, որտեղ մարդիկ դիսկոմֆորտի մեջ կլինեն, այլ հակառակը, իրենք հասկանան թե ում հետ կարող են այդ խաղը խաղալ, որ այդ մրցակցությունը շատ ավելի արդար եւ ազնիվ ստացվի։ Այ հետաքրքիր է այս դեպքում արդեն տարոն նկարահանման ընթացքում իհարկե դու ինչ որ առումով առավելություն ունես, որովհետև ի տարբերություն մասնակիցների դու գիտես բոլոր բառերը, որոնք թաքնված են այդ քարտերի հետևում եւ արդյոք այսպես կողքից երբ դիտում ես ինչ զավեշտալի դեպքեր են առհասարակ լինում, օրինակ մտածում ես, որ այս շատ པարզ բառեր ինչպես կարող են չգուշակել։ Բնականաբար շատ են լինում այդպիսի դեպքեր, նու ես երբ որ հասկանում եմ ինչ որ ձևով մի փոքր դժվարության մեջ է հայտնվել մասնակիցը, փորձում եմ օգնել, որովհետև այս խաղը շատ խորքային խաղ է, հերվից կարող ես տարբեր բառերով ու բառակապակցությունով բացատրել տվյալ բառը, ու ես փորձում եմ օգնել, երբ որ հասկանում եմ արդեն շակերտներում ասած մեղքս գալիս են, այդ ժամանակ սկսում եմ նրանց օգնել, որովհետև հյուրերը մեր ընկերներն են, շոու բիզնեսի մասնակիցներ են, հայտնի մարդիկ են, չես ուզում որ ինքը մինչև վերջ են 0-յան, ուզում ես ինչ որ բանով օգնես, որ կարողանա
Ես կարծում եմ, որ որևէ վստահաբար տոնական առիթ կլինի, որ հատուկ թողարկում արվի եւ շատ հետաքրքիր կլինի իրականում տեսնել արդեն անձնակազմին հաղորդման, քեզ նույնպես տարում եւ քեզ Դինարը եւ գուցե հեղինակներին անգամ խաղի, որ իրենք խաղան, իսկ այդ հյուրերից որևէ մեկ օրինակ վարի եւ տեսնենք թե դուք ինչպես կկարողանաք այդ բառերը գուշակել եւ կկարողանաք արդյոք թե ոչ եւ չգիտեք թե ինչ է քարտի հետևում գրված։ Շատ բարդ կլինի կարծում եմ։ Իրականում շատ հեշտ է ներկայացնել, երբ որ մենք կողքից դիտում ենք խաղը, թե ինչպես են խաղում եւ իսկապես տարոնի բարիություն այդ պահին երևում է, որովհետեւ ժամանակի փոքր կարճ ժամանակի մեջ գուշակել մի քանի բառ, լարվածությունը ստեղծելով, թվում է թե շատ պրիմիտիվ բառեր են եւ չի կարողանում գուշակել։ Մենք կողքից շատ հեշտ ենք նայում, բայց Դավիթ քո դիտարկումը շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ մենք իսկապես հեշտ պատկերացնում ենք, բայց չենք կարող հասկանալ թե այդ տվյալ իրավիճակում ինչպես կդրսևորվի մեր այսպես ինտելեկտը, բայց ամեն դեպքում մինչև նկարահանումները մենք թիմով արդեն խաղացել ենք, նման փորձ ունենք, որովհետև ուզում ենք պատկերացնել, թե մեր հյուրերը ինչ կարգավիճակում են լինելու եւ գոնե մենք էլ տվյալ process-ի մեջ լինելով հասկանենք, թե այս խաղը ինչպես կարող ենք ներկայացնել, հա, այնպես որ նման փոքրիկ փորձառություն արդեն իսկ ունենք։ Նկարահանումներին կողքից հետևելով եւ արդեն պատկերացնելով, որ այս հեռուստաբովանդակությունը հայտնվելու է եթերում, ինչպիսի արձագանք եք ակնկալում հեռուստադիտողից այն մարդկանցից, որոնք տանը հանգիստ նստած վայելելու են այդ լարված խաղը։ Վստահ եմ դրական արձագանք է լինելու, որովհետեւ խաղը թույլ է տալիս նաեւ խաղալ հեռուստադիտողին, այսինքն տանը նստած նրանք նույնպես մասնակցելու են խաղին։ Ու այդպիսի խաղերը միշտ լավ արձագանք են ունենում, մեր ազգը սիրում է մրցակցություն, սիրում է այդ պայքարը տեսնել։ Ավելի արագ պատասխանի հարցերին։ Տանը նստած ասում են տատս էլ կպատասխաներ, շատ հեշտ է, ոնց կարող չհասկանալ, լավ էլի։ Բայց երբ որ դու տաղավարում ես ու խաղի մեջ ես, այդ ժամանակ վստահաբար ասում են բարդ է, լարվածություն է գալիս մասնակցի մոտ եւ այլն։ Այնպես որ վստահ եմ, որ դրական արձագանք է լինելու։ Դինարա, դու որպես պրոդյուսեր ինչ ակնկալիքներ ունես մեր հեռուստադիտողի արձագանքից։ Տեսեք, ես քանի որ արդեն process-ը պատկերացնում եմ, շատ բարի խաղ է։ Իսկապես բարի է, հումորով է, ինքը իրենից լարվածություն չի ներկայացնում, գնահատական տալու մեր այդքան ձգտումը իսկապես չեմ բացառում, որովհետև մենք մշտապես սիրում ենք գնահատականներ տալ, բայց այս պարագայում ճիշտ է ասում Տարոնը, որ մենք հեռուստադիտողին ակամա ներգրավում ենք այս process-ի մեջ եւ կարծում ենք, որ իսկապես գուցե կգա մի ժամանակ, որ հեռուստադիտողը ինքն էլ փորձի մասնակցել եւ մենք չենք բացառում նաեւ, որ հետագայում եթե սիրվի եւ հեռուստադիտողի կողմից լինեն արձագանքներ այնպեսին, որ իրենք նույնպես ուզում են մասնակցել, ապա մենք մեծ սիրով կներգրավենք նաեւ հեռուստադիտողին, ինչու՞ չէ։ Մեզ մնում է երևի թե մեն հաջողություն մաղթել, հաջող ընթացք եւ բարի եթեր մաղթել այս նախագծին, վստահ եմ, որ սիրելի հեռուստադիտողներ, դուք եւս յուրաքանչյուր շաբաթ դիտելով այլ կերպ հեռուստախաղը առաջին ալիքի եթերում կփորձեք նաեւ ձեր ուժերը, կտեսնեք թե որքանով է ստացվում խաղալ եւ արդյոք այդքան հեշտ է ամեն ինչ, ինչպես թվում է, թե ոչ։ Այնպես որ հաջողություն ենք մաղթում, հիանալի եթերներ ենք ձեզ մաղթում, բայց առաջարկում ենք Դինարային մնալ մեր տաղավարում, որպեսզի մենք շարունակենք մեր զրույցը, շնորհակալ ենք Տարոն։ Շնորհակալություն։ Հիանալի առավոտ ենք մաղթում եւ օրվա շարունակություն, իսկ մենք շարժվենք առաջ, վայելենք երաժշտություն, ապա վերադառնանք ու տեսնենք հաջորդը որ հաղորդման մասին ենք պատմելու։